Սիրով ողջունում եմ իմ շատ սիրելի հետևորդներին և իմ ալիքի բոլոր հյուրերին։ Թանկագիններս այսօր միասին թխում ենք հայկական ավանդական շատ համեղ և շքեղ թխվածք, պատրաստում ենք միկադո։ Այս թխվածքի մեջ դառը շոկոլադի և կոնյակի նուրբ համը, լավաշից էլ բարակ խրխրթան շերտերի հետ միասին անթերի համադրություն է։ Այսօր պետք է թխենք իսկական միկադո հինչ փոփոխված բաղադրատոմսով, այնպես ինչպես թխել են մեր մայրիկները և տատիկները։ Դժվար է պատկերացնել հայկական ամանորյա տոնական սեղան առանց այս շքեղ թխվածքի։ Ի դեպ, շերտավոր խմորեղենների մեջ միկադոն ունի ամենաերկար պիտանելիության ժամկետը, այն որքան մնում, այնքան էլ ավելի համեղ է դառնում։ Կարող եք պատրաստել ամանորից նույնիսկ 3-4 օր առաջ։ Խմորը պատրաստելու համար 400 գրամ թթվասերի վրա ավելացնում ենք 1 լիկ թեյի գդալ սոդա։ Մի լավ խառնում ենք, որպեսզի սոդան ակտիվանա և մի կողմ ենք դնում։ Միկադո պատրաստելիս ամենաաշխատատարը շերտերը կրկնակելն է, քանի որ պետք է բացենք 9 շերտ, այնպես որ զինվում ենք համբերությամբ և անցնում ենք գործի։ Առանձին տարայի մեջ լցնում ենք 120 գրամ հալեցրած կարագ, 250 գրամ շաքարավազ և 3 ձու և մի լավ հարում ենք։ Թանկագիններս, եթե ցանկանում եք զգալ իսկական միկադոյի համը, ապա բաղադրատոմսի մեջ կարագը երբեք մի փոխարինեք ձեթով կամ մարգարինով, այդպես համը նույնի չի ստացվում։ Շաքարավազը և ձուն 1-2 րոպե հարելուց հետո վրան ավելացնում ենք թթվասերի զանգվածը։ Բարեկամներ, բաղադրատոմսում օգտագործվող բոլոր բաղադրիչների հստակ չափաբաժինները, ինչպես միշտ կգտնեք նկարագրությունների բաժնում, որը գրված է տեսանյութի ներքևի հատվածում։ Թաց բաղադրիչները կխառնենք ևս 1 րոպե և կավելացնենք 800-ից 900 գրամ ալյուր, կախված ալյուրի որակից և հավկիթների մեծությունից։ Ամբողջ ալյուրը միանգամից չենք ավելացնում, որպեսզի պինդ խմոր չստացվի։ Պետք է ստանանք ձեռքերին մի փոքր կպչող փափուկ խմոր, որի հետ շատ հեշտ է աշխատել։ Խմորը հունցելու ընթացքում ինքներդ էլ կհասկանաք՝ ալյուր ավելացնելու անհրաժեշտություն կա, թե չկա։ Ալյուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով, որ ստանանք փխրուն շերտեր։ Երբ գդալով խառնելը դժվարանում է, խմորը տեղափոխում ենք աշխատանքային սեղանի վրա և հունցում ենք 1-2 րոպե, շատ երկար հունցելու անհրաժեշտություն չկա։ Թանկագիններս, այս բաղադրատոմսով պետք է ստանանք 30-40 սմ կողմերով 9 շերտ ունեցող մեծ թխվածք միկադո։ Եթե բաղադրատոմսը ձեր ընտանիքի անդամների համար շատ է, կարող եք բաղադրիչները կիսել։ Հունցելուց հետո պետք է ստանանք այսպիսի փափուկ խմոր։ Միկադոյի շերտերը պետք է ոչ թե չոր, այլ փխրուն ստացվեն, դրա համար շատ ալյուր մի օգտագործեք։ Որպեսզի շերտերը հաստ ու բարակ չստացվեն, խորհուրդ կտամ գնդերը կշռել։ Գնդերը ստացվում են 195-ից 200 գրամ։ Սննդային թաղանթով ծածկում ենք գնդերը, որպեսզի խմորի երեսը կեղև չկապի, և սկսում ենք թխել շերտերը։ Շերտերը թխվում են բավականին արագ, 3-4 րոպեի ընթացքում, այդ պատճառով առաջին գունդը բացելուց հետո անմիջապես բացում ենք նաև հաջորդ գունդը։ Ջեռոցի տապակի չափով յուղաթուղթ ենք կտրում և հեռացնում ենք խմորի ավելորդ հատվածները։ Քանի որ շերտերը շատ փխրուն են ստացվում, դրանք թխվելուց հետո անհնար է կտրել, այդ պատճառով գործողությունը անում ենք նախապես։ Թխում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում, մինչև գեղեցիկ կարմրեն։ Զգույշ եղեք, շերտերը շատ հեշտությամբ կարելի է այրել։ Իմ ջեռոցի տապակի չափը 30-40 սմ է։ Եթե ձեր ջեռոցի տապակի չափը ավելի փոքր է, կարող եք ստանալ անգամ 10-ից 12 գունդ։ 10-ից 12 շերտ ստանալու դեպքում էլ բաղադրատոմսում ներկայացված կրեմը կբավականացնի։ Թանկագիններս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին կամ հետևում եք իմ տեսանյութերին առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ ներկայացրած համեղ բաղադրատոմսերը։ Կրեմի համար վերցնում ենք 300 գրամ փափուկ կարագ, հարում ենք այնքան, մինչև կարագը մի լավ սպիտակի և փրփրի։ Այնուհետև գդալ ավելացնում ենք 2 բանկա եփած խտացրած կաթ։ Այս կրեմին յուրահատուկ համ հաղորդելու համար վանիլինի կամ վանիլային շաքարավազի փոխարեն պետք է ավելացնենք 2 լիքը ճաշի գդալ հայկական կոնյակ։
Այդպես Միկադոյի շերտերը փոքր-ինչ փափկում են, սակայն մնում են խրթխրթան և ստանում են կոնյակի համ, և շերտերը լրացուցիչ թռչելու անհրաժեշտություն չի առաջանում։ Մեկնաբանությունների բաժնում խնդրում եմ գրեք, թե դուք ինչպես եք պատրաստում Միկադոյի կրեմը և արդյոք ձեզ ծանոթ էր այս հնարքը։ Չանհանգստանաք, որ կրեմի մեջ կոնյակ ավելացնելով հնարավոր է, որ այն շաղվի։ Եթե օգտագործում եք որակյալ կարագ և որակյալ եփած խտացրած կաթ, կրեմի հետ ոչինչ էլ չի լինի։ Շերտերը և կրեմը պատրաստ են, մնում է միայն հավաքենք թխվածքը։ Չենք մոռանում կրեմը 1-2 անգամ հավաքել տարայի պատերից և կրկին հարել, որպեսզի կրեմի մեջ կարագի կտորներ չլինեն։ Հավաքում ենք թխվածքը շերտ-կրեմ-շերտ հերթականությամբ։ Ամանորին ընդառաջ իմ ալիքում կպատրաստենք նաև շոկոլադե Միկադո։ Վերջին շերտի վրա կրեմ քսելուց հետո քերում ենք դառը շոկոլադ։ Միկադոն թողնում ենք առնվազն 1 օր, որպեսզի համերը միախառնվեն և շերտերը փոքր-ինչ փափկեն, այնուհետև կտրում ենք, չնայած որ այդքան երկար սպասելը շատ դժվար է։ Վերջում ստանում ենք 30-40 սմ կողմերով բավականին մեծ և չափազանց համեղ թխվածք Միկադո։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ հայկական ավանդական Միկադո թխվածքի այսպիսի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով և անուշ արեք։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։